Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ձեզ միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։ Տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին Դիանա Աբգարի այգում ժամը 18-ին, որտեղ կմեկնարկի գարեջրի փառատոնը և տեղի կունենա DJ համերգ։ Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի, համերգներ, ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրեր, մանկական աշխույժ գոտի և բացօթյա սպորտային ավան, գինու և գարեջրի փառատոններ։ Տոնական օրվա գալահամերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում ժամը 21-ին և կուղեկցվի պայծառ հրավառությամբ։ Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 11-ին մայրաքաղաքի տոնի նախօրեին Դիանա Աբգարի անվան այգում ժամը 18-ից 23-ը գարեջրի փառատոնին զուգահեռ կկայանա DJ համերգ, որտեղ ելույթ կունենան ժամը 19-ին Նիկ Գրեգորին, ժամը 20-ին Կայ B2B Լեո Անիրամ, ժամը 21-ին հատուկ հյուր Բենի Բենասին։ Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 11-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին մայրաքաղաքի տոնին Կասկադի տարածքում ժամը 12-ից 21-ը տեղի կունենա ջազ համերգ, որտեղ ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի Երևան փողային նվագախումբը, Jazz for Kids-ը, Երևան Calling Քարյակը, Արցախի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Midnight Avenue Band-ը, Մալխաս ջազ տրիոն, Վահագն Հայրապետյան տրիոն, Արտո Թունջ Բոյաջյանն ու Armenian Navy Band-ը։ Իսկ ժամը 21-ին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ օրն ավարտելու գալահամերգով և պայծառ հրավառությամբ։ Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին մայրաքաղաքի տոնին Դիանա Աբգարի անվան այգու տարածքում ժամը 13-ից 22-ը տեղի կունենա ռոք համերգ, որտեղ ելույթ կունենան Սևագիրը, Թմբաթան, Another Story Band-ը, Ռոզենթալը, Լավելին, Սուրեն Արուստամյանը, Նեմրան, Բամբիրը, Սարգիս Մանուկյանը և ընկերները։ Հոկտեմբերի 11-ից 12-ը նույն տարածքում կանցկացվի գարեջրի փառատոն։ Իսկ հոկտեմբերի 12-ին ժամը 21-ին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ օրն ավարտելու գալահամերգով և պայծառ հրավառությամբ։ Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին մայրաքաղաքի 2807-ամյակի առթիվ Սախարովի հրապարակում ժամը 12-ից 18-ը կկազմակերպվի սպորտային գոտի, որտեղ կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, փողոցային բասկետբոլին, ռաունդնետին, սեղանի թենիսին, ֆուտբոլ դարսին և այլ զանազան սպորտաձևերին նվիրված միջոցառումներ։ Իսկ ժամը 21-ին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ օրն ավարտելու գալահամերգով և պայծառ հրավառությամբ։ Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին մայրաքաղաքի տոնին Շարլ Ազնավուրի հրապարակում ժամը 13-ից 17-ը տեղի կունենա էստրադային համերգ, որտեղ ելույթ կունենան Երվանդ Երզնկյանի նվագախումբը, Ethno Colors Band-ը, The Leader, Gummy Friends-ը, Brunette-ը, Reincarnation։ Իսկ ժամը 21-ին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ օրն ավարտելու գալահամերգով և պայծառ հրավառությամբ։ Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին մայրաքաղաքի 2807-ամյակի առթիվ երևանցիների կողմից սիրված ու արդեն ավանդական դարձած գինու փառատոնը կվերադառնա Հյուսիսային պողոտա ժամը 12-ից 23-ը։ Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու հայկական գինու և խոհանոցի համն ու հոտը։ Իսկ ժամը 21-ին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ օրն ավարտելու գալահամերգով և պայծառ հրավառությամբ։ Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Սիրահարվելու քաղաք։ Հոկտեմբերի 12-ին։
Մայրաքաղաքն այն չէր լինի առանց մանկական եռուզեռի։ Երևանյան մանկությունն իր արտացոլումը կունենա մայրաքաղաքի տոնին։ Կարապի լճի տարածքը ժամը 12-ից 18-ը կվերածվի մանկական գոտու, որտեղ կանցկացվի մանկական համերգ, կլինեն անիմատորներ եւ տարաբնույթ խաղեր, իսկ օրվա գլխավոր անակնկալը կլինի հատուկ միջոցառման համար ստեղծված զվարճալի մյուզիկլ շոու։ Իսկ ժամը 21-ին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ օրն ավարտելու գալա համերգով եւ պայծառ հրավառությամբ։ Սիրահարվելու քաղաք, հոկտեմբերի 12-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Սիրահարվելու քաղաք, հոկտեմբերի 12-ին, մայրաքաղաքի տոնին Ազատության հրապարակում ժամը 17-ից 20:30-ը տեղի կունենա դասական համերգ, որտեղ ելույթ կունենա Երևան երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կընկերակցեն Աննա Այվազյանը, Բելլա Ամարյանը, Գևորգ Հակոբյանը, Լիպարիտ Ավետիսյանը։ Իսկ ժամը 21-ին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ օրն ավարտելու գալա համերգով եւ պայծառ հրավառությամբ։ Սիրահարվելու քաղաք, հոկտեմբերի 12-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Սիրահարվելու քաղաք, հոկտեմբերի 12-ին։ Տոնական օրը մայրաքաղաքի փողոցներով կշարժվի ուրախ եւ երաժշտությամբ լցված ավտոբուսը, դիջեյների ելույթները, պարերը եւ բարձր տրամադրությունը կփոխանցվեն ուղևորներին եւ բոլոր անցորդներին, ստեղծելով իսկական շարժվող տոնակատարություն։ Երթուղի սկիզբը Մատենադարան ժամը 17-ին, երկրորդ կանգառ Կասկադ ժամը 19-ին, ավարտ ժամը 21-ին Հանրապետության հրապարակի հարակից փողոցում։ Եվ իհարկե, ժամը 21-ին բոլորին հրավիրում ենք Հանրապետության հրապարակ օրվա գլխավոր գալա համերգին եւ պայծառ հրավառությանը։ Սիրահարվելու քաղաք, հոկտեմբերի 12-ին։ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է Երևանը մերն է ու ամենալավ քաղաքն է աշխարհի։ Հոկտեմբերի 12-ին, ժամը 21-ին մի բան ասեմ, չես հավատա։ Հանրապետության հրապարակում ելույթ կունենա բոլորիս կողմից սիրված արտիստ Թաթա Սիմոնյանը։ Սիրահարվելու քաղաք, հոկտեմբերի 12-ին։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։